ցանկացած երիտասարդ կարիք ունի դրական փորձի, որ նրա հետ կկիսեն, չեն պարտադրի, այլ կկիսեն։ Ողջույն բոլորին, այսօր նորից խոսելու ենք քո մասին, ուրիշ տարբերակ չունենք, մեր բոլոր թեմաները միայն քո մասին են։ Ողջույն սիրելիս։ Ողջույն սիրելի Լիա, քո այդ սուրճը դարձել է այնքան դրական արարողություն, որ բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց հաճելի թեմաների շուրջ խոսել իրենց համար այսչափ հաճելի մարդու հետ։ Շատ շնորհակալ ու զգացված եմ, բայց մեր սուրճ խմելը եւս մեկ այլ տեսանկյուն ունի, եւ սուրճի շուրջ մենք փորձում ենք ընտրել թեմա, որի մասին ենք ուզում խոսենք, եւ այսպես էլ դժվար ենք կողմնորոշում եւ ամենավերջին պահին, երբ արդեն տեսախցիկները պետք է մեզ նկարեն, մենք վերջապես կողմնորոշվում ենք։ Գիտես, ես այսօր ինչ էի մտածում էի, երբ ձմեռը արդեն իր իրավունքից դուրս գա եւ կրակի կարիքը չունենան, ինչ միջավայրում ենք սուրճ խմելու։ Ես ունեմ տարբերակ, մենք խմելու ենք բնության բնական միջավայրում, բնության մեջ թռչունների ձայնը անպակաս լինի, որ փոխարինի կրակի ճարճատյունին։ Գիտես, մի հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսենք, ես չգիտեմ արդյոք վերնագիրը դու կփոփոխես, կկրճատես թե ոչ, բայց ես առաջարկում եմ այսօր խոսենք տարիների գեղեցկության մասին։ Տարիների գեղեցկությունը։ Կարծում եմ, սա մեր այն քննարկումից էր, որտեղ որ խոսում էինք, թե ինչպես են տարիները հատկապես կնոջ հոգեբանության վրա ազդում, երբ նա տեսնում է իր առաջին գծերը դեմքի վրա, իր առաջին ոչ ցանկալի ուրեմն ավելորդ քաշը կամ այն ամեն ինչն ասում է տարիների հետ ձեռք են բերել այս ավելորդը։ Ճիշտ եմ կռահում։ Շատ ճիշտ ես կռահել, սկսենք քո առաջարկած տարբերակի տարիների փոփոխությունից։ Ես ունեմ իմ կողմից եւս հավելյալ փոքրիկ ենթավերնագիր, որի մասին կցանկանամ խոսենք այս հետաքրքիր։ Դե չսպասեցնենք մեր սիրելի։ Ինչ ենք հասկանում, երբ ասում ենք տարիների գեղեցկությունը։ Մենք շատ հաճախ երկար տարիներ, հատկապես կանանցից, կարծես հենց այս հաղորդումը կնվիրենք կանանց, բայց տղամարդիկ բացառություն չեն կազմում, բայց տոկոսային կարծում կանայք ավելի այս թեմայով հետաքրքրված են։ Երբ խոսում ենք, որ տարիները ազդում են գեղեցկության վրա բացասաբար, դրա հոգեբանական կողմը այն է, որ շատ մարդիկ ավելի մեծ տարիք չեն էլ տեսնում։ Ավելի լավ է մեծանալ եւ ունենալ տարիների գեղեցկությունը դեմքի վրա մարմնում, քան այդպես էլ գեղեցիկ չմեծանալ։ Խոսքիս խորությունը այն է, որ պետք է վայելել ցանկացած տարիք, որովհետեւ երբ որ դու կյանքի կեսին ես հասել 40, 45, 50, 55-ում ես, դժվար է ակնկալել, որ քեզ մոտ չպետք է լինի փոփոխություն։ Վստահ եմ, շատերը 25 տարեկանից այսօր տարբեր գեղեցկության տենդենսներով իրենց համար նշում են, որ պետք է այս խնամքին մասնակցեն, սա անեն, նա անեն, որպեսզի մաշկը ձիգ լինի, միշտ նույն փայլով լինի, միշտ նույն առանձգականությամբ լինի եւ նույն ձևով մարմինը։ Իհարկե, չեմ վիճի սպորտի դրական ազդեցության հետ կապված, որովհետև սպորտը միշտ մարմինը շատ երկար տարիներ, նույնիսկ արդեն 60-ից հետո միշտ կարելի է տարբերել, մարդը սպորտով զբաղվել է թե ոչ, մարմնակազմությունից ելնելով։ Բայց այ ինչ վերաբերվում է մաշկի բնական տարիքին, դա չես խաբի, որովհետև եթե նույնիսկ շատ հայտնի մարդկանց նայում ենք, որ դեմքը ավելի հարթ ու երիտասարդ է, բավական է մազերի այս մասից նայել, որ կտեսնես ինչի հաշվին է հարթ, որ կտեսնես դեմքի եւ պարանոցի տարբերությունը կամ ձեռքերի ու դեմքի տարբերությունը։ Սա ինձ համար թերևս այս պահին խոսքիս մեջ նկատի ունեմ, որ ցանկացած ընտրություն կարևոր է, կարելի է եւ հարգանքի արժանի է, բայց կարևորը դրա մեջ չլինի այն երևույթը, որը կոչվում է ինքնախաբեություն։ Կա պաշտպանական եւ վախի զգացում, որ երիտասարդները տեսնելով ավելի հասուն եւ ծեր մարդկանց, նախապես վախ են զգում ծերանալու տարիների հանդեպ նկատմամբ եւ փորձում են դա կանխել, փորձում են պայքարել ծերության դեմ, փորձում են պայքարել տարիքի դեմ, փորձում են պայքարել իրենց դեմքի եւ մարմնի տարիքային փոփոխության դեմ։ Այդ դա ինչ է համարվում, դա կոմպլեքս է, դա վախ է, դա բնազդ է։ Treatment is ready. Իրականում ես կասեի տարիքը ընդամենը թվեր են,
տարիքը մենք չենք զգում մաշկի տեսքով, տարիքը մենք զգում ենք ներսում։ Եվ եթե ներսում ակտիվ է բնազդը, որը կոչվում է թանատուս, այն է մահվան բնազդը, այսինքն մենք տարիքից ենք վախենում, մենք վախենում ենք մոտենալ ամեն տարիքում ավելի նրան, որ մի օր չենք լինելու, ապա բնական է, եթե կա կյանք, սկիզբ, կա տրամաբանական ավարտ։ Այս ավարտը անխուսափելի է։ Ես մեր լսարանում հաճախ տեսնում եմ մեկնաբանությունների մեջ շատ հաճելի կանանց, ովքեր մեզ խրախուսում են, ասում են այսօր մեր սուրճը սկսեցինք ձեր զրույցով եւ մեր օրը շատ լավ սկսվեց, այսինքն մարդիկ հոգեբանորեն զրույցի հետ մասնակցում են եւ հենց այս թեմայի մեջ էլ ուզում եմ բոլորը մասնակցեն եւ ընդհանրապես իրենց ճակատին առաջացած գծերը, աչքերի շուրջ առաջացած վախենալու գծերը կամ բերանի հատվածում առաջացած բծերը չնայեն որ դա ծերություն է եւ առավել եւս որ դա տգեղ է, այլ նայեն որ ծերությունը տարիքը մի գեղեցիկ երևույթ է, որը դու ապրել ես եւ դրա մեջ կան շատ արժեքներ, փորձ, որը դու կարող ես խոսքով, գրելով եւ առհասարակ հաղորդացման տարբեր ձևերով փոխանցել։ Կենտրոնանալ բծերի վրա եւ անընդհատ փակվել դրա մեջ, գնալով բժշկից բժշկի, վիճել հայելու հետ, ինքն իր հետ անհաշտ, բնականաբար, ինքդ քեզ հետ անհաշտ լինես, քեզ չընդունես այնպեսին ինչպեսին որ գաս, քեզ նախատես, ինքդ քեզ փորձես ներսից եւ դրսից փոխել։ Տեսնում եք Լիանին հրաշալի մեկնաբանություն է տալու լինելով երիտասարդ։ Ուզում եմ հասկանալ այն մարդիկ, ովքեր տարիքի հետ մեծանալով փորձում են համեմատականի մեջ դնել իրենց ավելի երիտասարդ սերնդի հետ եւ պայքարել իրենց տարիքի դեմ, ինչ հոգեբանական խնդիրների կարող է դա հանգեցնել։ Իրականում պայքարել մնալու երիտասարդ դա բացառապես այլ հոգեվոր արժեքների մասին է խոսքը, որտեղ մրցելով եւ տարբեր պլաստիկ վիրահատություններով դու չես երիտասարդ անում, դու մեկ այլ ճիրանի մեջ ես հայտնվում, որտեղ դու անընդհատ պետք է ինչ-որ ձգում անես, ինչ-որ պրոցեդուրա անես, որպեսզի քեզ զգաս երիտասարդ, բայց դա շատ կարճ է տևում, մեջբերում եմ տարբեր մարդկանց փորձից։ Դա տևում է 1 ամիս, 3 ամիս, թող առավելագույնը լինի 1-ից 3 տարի։ Հետո նորից գալիս է նույն խնդիրը, որ նորից մաշկս թուլացել է, նորից ես գծեր եմ տեսնում, նորից սա։ Ես բնականաբար կցանկանայի, սրտիս խոսքը կլիներ, որ մարդիկ ավելի զբաղվեն ներքին երիտասարդացմամբ, ազատվեն տարբեր վատ մտքերից, գնան դեպի բարի գործերը, ժպտան իրենց ներսից, կարողանան տարածել լավն ու բարին, իրենց փորձը անխնա տան երիտասարդին, ցանկացած երիտասարդ կարիք ունի դրական փորձի, որ նրա հետ կկիսեն, չեն պարտադրի, այլ կկիսեն։ Առաջարկում ես ոչ թե համեմատվել մրցակցել երիտասարդների հետ, այլ այն էլ անառողջ, այն էլ բնության դեմ, եւ դու բնությամբ արդեն մեծանում ես եւ գնում ես դեպի ծերություն, պետք չէ պայքարել երիտասարդների բնության դեմ։ Այո, մեր դա միայն չարիք է ծնում։ Այո, մեր առաջարկը ոչ թե համեմատել, մրցակցել, վազել եւ պայքարել, այլ կիսվել դրականով, կիսվել կյանքի փորձով եւ փորձել համեմատական կերպով լրացնել, գեղեցկացնել այդ երկու համեմունքները, տարածել այն գեղեցիկը, որ ձեր տարիքը ունի։ Սա կարող է շատ կարևոր միտք լինել, որ այսօր այս զրույցից մարդիկ կվերցնեն։ Տարածել այն դրականը, որ ձեր տարիքն ունի։ Նույնիսկ սա կարող է 16 տարեկանին էլ վերաբերվել, բայց բնականաբար ավելի հաճելի է դա վերցնել 76 տարի ապրած մարդուց, չասեմ 86 ու 96-ը դա իմ տարերքն է, ես որտեղ այդ տարիքի մեծ տեսնեմ, պարտադիր կմեծարեմ, որտեղ մեծը շատ մեծ արժեք ունի, դա 66-ի մասին է, դա 56-ի մասին է, բայց մեծամասնությունը տարիքից փախնում հայտնվում է մեկ այլ վտանգավոր ճիրաններում, մարդ պետք է լինի խնամված, ոչ թե պայքարի գծերի ու բծերի դեմ, որովհետև խնամքը նույն պլաստիկաների միջոցով կարելի անել, բայց որ ինքը լինի խնամք եւ հոգատարություն, ոչ թե ձեռք բարձրացնել սեփական գեղեցկության վրա, որը քեզ տվել է տարիքը, պետք է ողջ ապրել, ոչ թե ապրել դանդաղ մահանալով։ Ես հասկանում եմ, որ պետք է գալող տարիքը գրկաբաց ընդունել, ոչ թե նրա մերժել ու հետ վրթել, որովհետև դա հետո կարող է ավելի ցավոտ լինել քեզ համար։ Այո, եթե դու չես ընդունում դա։ Եվ ես ուզում եմ նաև սիրելիս քննարկենք մի հարցի շուրջ, օրինակ, վախենալու է արդյոք թվերով
տարիքին անդրադառնալը, թե երբ դու ավելի շատ մոտենում ես քո հասունությանը, ծերությանը մտքով, սրտով, հոգեբանությամբ, բնավորությամբ, տրամադրվածությամբ։ Ես կարող եմ ասել, որ կարող է երեխան դեռահասության տարիքում իրեն զգալ մահացած մեկը, երբ չսիրված է, երբ չհասկացված է, երբ կարիք ունի այն ամենակարևորին, որ իր թաքուն երազներում է։ Ինչ վերաբերվում է, որ թվերը սկսում են մարդուն վախեցնել, դա այն բացից է, որ մարդը չի ապրում ողջ, քիչ առաջ ասեցի, որ պետք է ապրել ողջ, դա կյանքի ամբողջ համը վայելելու մեջ է, որովհետև երբ որ դու ապրում ես այն նեգատիվ մտքերով, որ երբ ինչ է լինելու, ոնց է լինելու, սա եղավ, նա, այսինքն անդադ դու քո համար վտանգավոր աշխարհ ես ստեղծում երևակայությամբ, այդտեղ թիվն է վտանգավոր, ամեն ինչն է վտանգավոր, բայց երբ որ դու ապրում ես, որ արևի հետ ես ապրում, որ դու բնության մեջ ես ապրում, բնականաբար որևէ թիվ չի լինի վախենալու, այլ թիվը կլինի մեծարան։ Երբ որ օրինակ մարդը ներկայանում է, որ գիտես, ես մեծ եմ եւ պետք է ինձ լսել, ես դրա տակ հասկանում որ մարդը մեծ չէ։ Ես դրա տակ հասկանում մարդը պարտադրում է ինձ թվեր, որտեղ չկա իմաստություն։ Թվերի կողքը հասունության մեջ կա իմաստություն եւ խոհեմություն եւ ցանկացած մեկը չի կենտրոնանա քո արտաքին որևէ տվյալի վրա, եթե քո մեջ կա իմաստություն եւ խոհեմություն, դա դրական փորձն է։ Մարդիկ պետք է զտեն իրենց, բառես բուն եւ ուղիղ իմաստով։ Զտեն իրենց, ինչպես տեղի ունենում կաթը զտելու ժամանակ, որ անջատվում է շիճուկը եւ մնում է մթերքը։ Այս զտման մեջ մարդու ներսում, երբ որ հոգևորը առանձնանում է անկարևորից, անկարևոր այն բոլոր մտքերն են, որը որևէ օգուտ ոչ քեզ է տալիս, ոչ այս աշխարհին։ Իսկ կարևորը այն բոլոր մտքերն են, որը քեզ ապրեցնում է եւ դու քո շուրջ շատ մեծ շառավղով սկսում ես տարածել գիտելիք, փորձ, դրական փորձ եւ այդտեղ որակներ են պետք միանգամից մտքից եկավ, դա մարդկությանը նվիրվածությունն է, աշխարհը ավելի լավը դարձնելու ցանկությունը։ Ես մի կարևոր բարեմաղթանք ունեմ տարեդարձներին, մարդիկ կարող են իհարկե կիրառել, ես միշտ ասում եմ դու աշխարհը քո ծնունդով ավելի լավն ես դարձրել։ Եթե մարդու մեջ դա կա, դա պետք է ասել եւ ասել շռայլ։ Որովհետև տվյալ մարդը դու զգում ես աշխարհին բերում է թեթևություն, ուրախություն, լցնում է իր ձայնով, իր խինդով, իր ուրախությամբ։ Երբ որ դու դա փաստում ես, օրինակ հիմա ես այնքան մեծեր հիշեցի, որ 60+ են, 70+ են եւ հենց իրենց շուրջն է աշխարհը պտտվում։ Իրենց պատրաստած սեղանի շուրջ է այդ ուրախությունը, իրենց հյուրընկալության մեջ այդ ուրախությունը, իրենց հյուր գնալով է այդ ուրախությունը, իրենց մեկ զանգով է այդ ուրախությունը։ Տարիքը ընդամենը թվեր է, մնացածը բովանդակություն։ Ինչ խնդիր կարող է առաջացնել, երբ օրինակ 50-անց կինը փորձում է երևալ մոտ 20-25 տարեկան, բայց ներքուստ մտքով, մոտեցումներով, համոզմունքներով նա չի կարող մտածել ու վերաբերել ինչպես 20-25 տարեկան անհատը։ Իրական դա շատ խիստ անհատական հարց է եւ ընտրության հարց է, երբ 50+ կին ուզում է երևալ 25 տարեկան, ողջունելի ցանկություն է եւ գեղեցիկ է։ Այո, դա հնարավոր է նույնիսկ, որ դու երևաս 25 կամ 30 տարեկան, բայց դու քո համոզմունքներով միևնույնն է չես համապատասխանում 25 տարեկանին, թե իրերը, իրավիճակները մարդկանց ինչպես ես ընկալում, ընդունում, ինչպես ես վերլուծում, ինչպես ես վերաբերում, ինչպիսի արձագանք ես տալիս։ Ես մեկ հարց կտայի նման դեպքում, որ մարդ ունի նպատակ եւ պլան 25 տարեկան երևալու համար։ Օրինակ, եթե վերցնենք շատ հայտնի աստղերի տարբեր բեմերից, ովքեր որ հասնում են այդ արդյունքին, ես կարծում եմ դա դերակատարման ավելի ցանկալի դեր է։ Ավելի մասնագիտական միտում ունի։ Այո, իհարկե, այդտեղ չի կարելի ասել, որ դա սխալ ընտրություն է, որովհետև դա մարդու ընտրությունն է։ Ես ուզում եմ, որ անպայման քո մասին հաղորդումը լինի բացառապես հարգանքով քո որոշումների հանդեպ։ Մենք ցանկացած որոշում ընդունում, գիտակցում եւ հարգում ենք։ Բայց եթե մեր նախնական զրույցից անենք եզրակացություն, եթե չկա այդտեղ նպատակ դա անելու եւ դա պայմանավորված է ներքին բարդություններով, դա անելուց առաջ պետք է դեռ
որոշ ժամանակ մտածել։ Եվ եթե ամփոփենք մի փոքրիկ խորհրդի կարգով, որն է լինում մեր տարիքային գեղեցկության հիմնական գրավականը, օրինակ ես քեզ եմ օրինակ ուզում վերել, բազմազավակ մայր, ունես կյանքի եւ աշխատանքի մեծ փորձ, բայց շատ թարմ եւ երիտասարդ ու կանացի տեսք ունես։ Դա այն է, որ դու ընդունում ես քո տարիքը։ Այո, նախ շնորհակալ եմ այդքան լավ խոսքերի համար, ցանկացած կնոջ նման խոսքերը շատ հաճելի են։ Այո, իհարկե շատ շոյվեցի, որովհետև ինչու ոչ, եւ լինելով 41 տարեկան եւ բազմազավակ եւ բազմազբաղ, երբ լիան է քեզ այդ խոսքերը ասում, դու պարտավորվում ես պահել այդ թարմությունը եւ անմիջականությունը։ Գաղտնիքը, որը որ ուզում եմ խորհրդի տեսքով կիսել, այն է, որ որևէ ֆիքսվածություն չունեմ 41-ի հանդեպ, որևէ ֆիքսվածություն չունեմ ժամանակի սղության հանդեպ, այլ յուրաքանչյուր օր, եթե օրը ավարտվում է եւ նոր որևէ միտք դեռ արված չէ, գրված չէ, դա պարտադիր պետք է անել։ Նույնիսկ նոր ֆիլմ նայելու տեսքով կարող եմ ասել, նոր գիրք կարդալ տեսքով կամ նոր միտք քո մեջ շրջանառելու տեսքով։ Կյանքում պետք է շրջանառվեն այն նորն ու բարին, որը քո մաղի վրա աշխատում է, այսինքն որը դու զտում ես։ Եթե դա օրվա վերջում եւ տարվա ամփոփման մեջ չի երևում, ուրեմն դու ունես սխալ տեղ ֆիքսվածություն։ Սրան է գաղտնիքը։ Շատ լավ, եւ վերջում չեմ կարող սրան չանդրադառնալ, ինչպեսի բացատրություն կարող ենք տալ այն երևույթին, որ ավելի երիտասարդ կամ դեռահաս նոր կյանքի փուլ մտնող աղջիկները փորձում են ավելի մեծ երևալ, իսկ ավելի հասուն կանայք փորձում են ավելի փոքր եւ երիտասարդ երևալ։ Երջանիկ եմ ես, որ դու ես այս հանդիպումը վարում, որտեղ քիչ մնաց մենք մոռանանք այդ կետը, երբ դեռահասները ուզում են մեծ երևալ, ինչքան կարևոր կետ էր, մոռացել էի։ Լիա, սիրելիս, տարիքային խաղը բնության խաղն է։ Երբ երեխան դեռահաս է եւ ուզում է մեծ երևալ, դա նրանից է, որ տարիքի մեջ նա բավարարված չէ իր փոքրի դերով եւ նա ուզում է երևալ մեծ տեղ զբաղեցնելու համար, մեծ արարքներ կատարելու համար, մեծ պարտակ, տեսել եք երեխան ինչքան հաճիկով է վազվզում այս կողմ անկողմ ինչ-որ հանձնարարություններ կա, նույնիսկ ծանր գործեր անելու համար, որովհետեւ իրեն մեծ զգա։ Եվ տեսեք, այդ նույնը արդեն լինում է, երբ որ հասնում ենք այն օրը, հասնում է այն կետին, որտեղ որ դու արդեն մեծ ես, ուզում ես ավելի երիտասարդ երևալ։ Բնության խաղը այստեղ նրանում է, որ փոքրը ուզում է մեծ արարքներ կատարել, իսկ մեծը ուզում է փոքրի նման կյանքը վայելել։ Անհոգ, կենսուրա։ Այո։ Եվ մի փոքր անպատասխանատու։ Եվ մի փոքր, այսպես ես չեմ կարող այս սրա մեջն որ իր համար անեն։ Ես կողմեմ նրան, որ յուրաքանչյուր տարիք իր անձնագիրը ունի։ Ես կարծում եմ, տարիքի մեջ պետք է ապրել անձնագրային ճշգրտությամբ եւ ինքնախապեյություն թող չլինի։ Չլինի, այո, բայց չեմ կարող նաեւ չասել, որ շատ եմ նկատում, որ հատկապես կանայք եւ աղջիկները ավելի երիտասարդ հասունության տարիքում ավելի մեծ են երևում, քան ավելի հասուն տարիքում։ Երբեմն 30 տարեկան կինը կարող է ավելի նուրբ, ավելի բնական եւ ավելի երիտասարդ երևալ։ Ես ին վրա օրինակ կբերեմ, քանի ես երբ ինձ նայում եմ նկարներով 18 տարեկանում, 17 տարեկանում, 19 տարեկանում։ Իսկ հոգեվիճակը այդ դեպքում լիա։ Նկարները այլ բան էին ասում, իսկ հոգեվիճակը։ Միանշանակ հոգեվիճակով ես հիմա ավելի հասուն եմ եւ իմ տարիքին համապատասխան եմ, քան 18-19 տարեկանում, բայց արտաքնապես այն ժամանակ ավելի մեծ է երևում, քան հիմա։ Իսկ մեծ է զգում, մեծ չէ զգում, բայց չեմ կարող ասել դա հայացքի համար։ Միևնույն է այնտեղի աչքերս, հայացքս մանկական է։ Հիմա որքան էլ նուրբ Երևան, բնական Երևան եւ երիտասարդ, միևնույն է աչքերիս մեջ, մեր աչքերի մեջ լիքը ասելիք կա։ Այո։ Ապրած կյանքեր կան, գծեր կան, ճանապարհներ կան, էմոցիաներ կան։ Շատ լավ առավոտ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ քեզ սիրելիս, առաջարկում եմ վայելենք օրը, արդեն առանց տեսախցիկների եւ շարունակենք մեր զրույցը առանց արդեն մեր դիտորդների։ Եվ հիշեցնենք, որ այս փոքրիկ զրույցները հենց քո մասին են եւ շնորհակալություն, որ մինչ այս պահը դուք մեզ հետ էիք։